Խնդրում եմ լրություն դառնալու հարգելի գործ։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգարժան կառավարություն, հարցս ուղղում եմ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Տիկին նախարար, իհարկե գիտենք, որ ձեր նախարարությունը մեծ պայքար է մղում այսօր հասարակության մեջ դեռևս լայն տարածում ունեցող թմրամոլության դեմ, ինչպես ողջ աշխարհն է պայքարում այդ չարիքի դեմ, խնդրում եմ ասեք, թե ինչպիսի մակարդակի վրա է գտնվում այդ չարիքի դեմ մղվող պայքարը մեր երկրի տարբեր մարզերում, կան արդյոք մասնագիտական ուսումնասիրություններ, թե ինչպիսին է պատկերը մարզային մեր պատանիների եւ երիտասարդների շրջանում։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, համեցեք տիկին նախարար։ Շնորհակալություն հարցադրման համար, իրականում շարունակելով նաև նախորդ հարցադրումների կոնտեքստում միտքս նշեմ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը իրավապահ համակարգի տեսանկյունից առաջնահերթություն է եւ այս տարի եւս շարունակելու ենք ինտենսիվացնել աշխատանքները, կարծում եմ հատկապես հսկողության, մեր նաև վերահսկողության տիրույթում արգրավների քանակը հենց նաև այդ մասին է վկայում, երբ որ մենք կարողանում ենք ի սկզբանե ներմուծման ռեժիմում շղթան կոտրել եւ ըստ այդմ հետագայում չունենալ թմրամիջոցների ապօրինի իրացման շատ ավելի մեծ եւ բազմադրվակ դեպքեր, որտեղ որ այո, կարող են ներգրաված լինել թե անչափահասները եւ թե նաեւ երիտասարդները։ Ըստ այդմ այս ուղղությամբ շարունակելու ենք այս նույն ռազմավարական մոտեցումը։ Ունեցել ենք նաև վարչապետի գլխավորությամբ կառավարությունում քննարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի շուրջ եւ ռազմավարական նախագիծը, որն առաջիկայում կհաստատվի կառավարության կողմից, հենց այս շեշտադրումը ռազմավարական մակարդակում արդեն իսկ ներառում է եւ հետեւաբար կարծում եմ այս բանաձևով առաջ շարժվելու պայմաններում մենք կկարողանանք ավելի լավ արդյունքներ գրանցել։ Ինչ վերաբերում է անչափահասներին, ես ասեմ, որ վիճակագրական տվյալները այս պայծրությամբ մեր ունեցած թե ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի եւ թե նաեւ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում արկա, շատ մեծ թվերի մասին խոսքը չի գնում, մինչեւ 10 թվի շուրջ է պատտվում անընդհատ մեր վիճակագրությունը, թե ոստիկանական աշխատանքի եւ թե նաեւ հաշվառումների կոնտեքստում, բայց ասեմ, որ կարիք ունենք իրական պատկերի նաեւ վերհանման այս տեսանկյունից, որպեսզի հավաստվենք, որ այն վիճակագրությունը, որ կա, դա իրական պատկերին համադրվում է կամ գոնե թե մոտ է իրական պատկերին, հետևաբար ռազմավարությունը նաև սա է թիրախավորում, որպեսզի մենք կարողանանք պատկերն ավելի ճշգրիտ ունենալ այս մասով։ Ասեմ, որ վերջին ժամանակահատվածի զարգացումները թույլ են տալիս մեզ մտածելու, որ համացանցային տիրույթում են շատ ավելի շատ շրջանառության դեպքերը գրանցվում եւ տարանջատել իրավիճակը ըստ Երևանի եւ մարզերի արդեն մի փոքր այլ տրանսֆորմացիա որպես այդպեսին ունի։ Դրա համար մենք բովանդակության վրա կենտրոնանալով թե համացանցային ալիքների կանխարգելման եւ նաեւ փակման տրամաբանության մեջ ենք աշխատանքները շարունակում եւ թե նաեւ ներմուծման շղթայի տրամաբանության մեջ, որն արդեն իսկ նշեցի, եւ նաեւ քննարկել ենք տարբերակ անչափահասների կողմից թեստավորման ռեժիմի եւս, որ թույլ կտա հնդածած նաեւ կամավորության սկզբունքով վերհանել բոլոր այն դեպքերը, երբ որ կարող են լինել անչափահասներ կամ երիտասարդներ, որոնք որ թմրամիջոց օգտագործած կլինեն եւ ըստ այդմ սա վաղ կանխարգելման տրամաբանության մեջ մեզ թույլ կտա աշխատանքները շատ ավելի թիրախային կերպով իրականացնել։ Այս պայծրությամբ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության գործընկերների հետ պլանավորումն ենք անում, որպեսզի process-ը գրագետ լինի, հաշվի առնելով հարցի զգայունությունը եւ գնանք առաջ։ Շնորհակալություն։ Արձագանք, համեցեք։ Շնորհակալություն տիկին նախարար եւ լիահույս եմ, որ տարվող աշխատանքների արդյունքում շատ շուտով կտեսնենք մեր ցանկալի արդյունքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։